Ողջույն, այս շաբաթվա հաղորդմանը կանրադառնանք 3 թեմայի։ Առաջինը վերաբերում է Հայաստանում ընթացող խորհրդարանական քարոզարշավի վերջին իրադարձություններին։ Ապա կխոսենք վերջերս ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Քոսի Հայաստան կատարած այցի մասին։ Այնուհետև հաղորդումը կեզրափակենք Գագիկ Ծառուկյանի վերջին նախագծի՝ Նոյան Տապանի մասին տեղեկությունով։ Վերջին շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում քարոզարշավի ժամանակ ամենանկատելի բանն այն է, որ վարչապետը, նրա թիմը եւ համախոհներն անընդհատ շոշափում են Արցախի թեման։ Չնայած անկեղծ ասած դա ընտրողների համար ամենակարևոր հարցերի շարքում չէ։ Իշխանության այս քայլն իրականում տրամաբանական պատճառներ ունի։ Գիտեք, որ նրանք նախատեսում էին նախընտրական խոսույթը կառուցել այն տրամաբանությամբ, որ ինչ-որ բանի դեմ ուղղված լինի, ինչ-որ բանի դեմ պայքարեն եւ այս փուլում 3 թեմա են ընտրել որպես թիրախ։ Առաջինը Ռուսաստանի թեման է, երկրորդը նախկինների, իսկ երրորդը եկեղեցու։ Սակայն վերջին մի քանի ամիսներին այս պատումներից մի քանիսը հոդս ցնդեցին։ Նախ եւ առաջ ըստ վերջին հարցումների Ռուսաստանն իրականում պակաս ոչ պոպուլյար է, քան մի քանի տարի առաջ։ 2023-ին այս երկրի նկատմամբ վստահության աստիճանը կարծես ամենացածրն էր։ Դրանից հետո Ռուսաստանի նկատմամբ վստահության աճ է նկատվում։ Ապա գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի ձախողման հետ։ Իսկ պատճառն այն է, որ երբ խոսվում է նախկին ռեժիմի մասին, ըստ էության ընտրողների աչքի առաջ անմիջապես գալիս է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, թեև վերջինս ընտրություններին նույնիսկ ուղղակիորեն չի մասնակցում։ Եվ քանի որ վերանում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերադառնալու սպառնալիքը, վերանում է եւս մեկ ուղղություն, որի դեմ իշխանությունը պետք է կառուցի իր քարոզչական պայքարը։ Ակնհայտ է, որ եթե խոսքը եկեղեցու թեմայի մասին է, դա իշխանությունների համար իսկական ձախողում էր։ Եկեղեցուն հալածելու համար իշխանությունն իր վարկանիշով հատուցեց։ Ավելի ուշ հրաժարվեցին եկեղեցուն հետապնդելուց։ Արդյունքում իշխանության ձեռքին մեկ խաղաքարտ է մնացել, որն էլ փորձում է օգտագործել՝ պատմույթը, թե իրենք խաղաղություն են բերել երկրին, կամ այսպես կոչված խաղաղություն։ Եվ այդ պատմույթը ներկայացնելու համար նրանք օգտագործում են Արցախի հարցը։ Սա վկայող մի քանի օրինակներ կան։ Իսկ լավագույնն այն է, որ վերջերս իր ելույթում վարչապետը մեղադրեց արցախցիներին թշնամու դեմ չպայքարելու եւ Արցախից փախչելու համար։ Այնուհետև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Դադիվանքը, Արցախի հայտնի վանքը, ոչնչով չի տարբերվում Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցուց։ Նույնը տեսանք նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում, որը ցանկանում էր վիճաբանել լրագրողի հետ Ղարաբաղի փոխարեն Արցախ բառն օգտագործելու համար։ Ըստ էության արցախցի փախստականներին խաղաղության նոխազ դարձնելը խաղաղության պատմույթը ներկայացնելու միջոց է։ Այսինքն իշխանությունը կարող է այս թեման օգտագործել եւ պատերազմի բախման կողմնակից եւ խաղաղությանը չաջակցող ներկայացնել յուրաքանչյուրին, ով քննադատում է նրանց 2023-ին Արցախում էթնիկ զտումների հարցում պատասխանատվության, երկրի համար փաստացի զսպման կամ ռազմական կարողություններ կառուցելու անկարողության համար։ Ինչ կարող ենք ասել սրա մասին։ Have you no sense of decency, sir, at long last? Have you left no sense of decency? Որքանով արդյունավետ կարող է սա լինել ընտրարշավի համատեքստում։ Քաղաքական տեսանկյունից դժվար է ասել։ Կա շատ ազգայնական տրամադրված ընտրողների մի խումբ, որի համար Արցախը շատ կարևոր է եւ մնում է այդպիսին։ Նրանց համար այսպիսի սադրանքները մի տեսակ գործողության կոչ են, որ գնան եւ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ իշխանությունների դեմ քվեարկեն։ Կարծում եմ իշխանությունները հույսը դնում են նրա վրա, որ կան հավասար, եթե ոչ ավելի մեծ թվով ընտրողներ։ Եկեք նրանց անվանենք խաղաղության առաջնահերթություն տվող, խաղաղությունն ամենից վեր դասողներ, որոնք վախենում են պատերազմից եւ այս ուղերձը կաշխատի նրանց դեպքում։ Իշխանությունները հույս ունեն, որ այս խումբն ավելի մեծ կլինի եւ փաստացի կգերազանցի առաջինին, սակայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք այս հաշվարկը ճիշտ է։ Հիմա անցնենք Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածությանը, որը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է որպես նոր ուժ կուսակցության ղեկավար։ Նախկին Կատագերգու եւ Երևանի նախկին ու բավականին հայտնի քաղաքապետը բոլորին դեմ եմ եւ Արման Թաթոյանի միասնության թևեր կուսակցությունների հետ կպայքարի ընտրողների որոշակի խմբի ձայներն ստանալու համար։ Խոսքն այն ընտրազանգվածի մասին է, որն արևմտամետ է, բայց հակաիշխանական։ Ընդհանուր առմամբ խոսքը Երևանաբնակ միջին խավի ընտրողների մասին է, որոնց համար ըստ էության չկա նախընտրելի այն ուժը, որի օգտին կքվեարկեին։ Մարությանն իսկապես լսարան ունի այս ընտրողների շրջանում։ Եթե նայենք նրա պատրաստած նախընտրական գովազդներին, կտեսնենք, որ սոցցանցերում առկա նյութերից նրանն ամենագրավիչներից են։ Եկեք դիտենք նրանցից մի քանիսը։ Գալ գեղարքունիքի մարդ ու կարտոշկա չուտել, այդ մեղք է։ Գիտեք, գիտես, վարտահայտեք ինչքան։ Ահա, ոչինչ, պատահի։
5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք։ Մամուլի գրածների նստեք տեղների։ Making love with you is all I wanna do. Այսօր իրանց բերել եք, որպես ցույցի մատերիալ 5000 դրամով ցույցերի բերելու համար։ Նա կարող է գերազանցել սպասումները, քանզի ուժերից որևէ մեկն անպայման կգրավի ընտրողների ուշադրությունը, հատկապես եթե նա կարողանա գրավել մեր քաղաքական համակարգից այդքան դժգոհ երիտասարդ ընտրողների կամ բարձր եկամուտ ունեցողների համակրանքը, որոնք ըստ էության ձեռքերը լվացել են քաղաքական համակարգից։ Նրա ընտրազանգվածի մեծ մասը Երևանում է բնակվում, եւ եթե հաջողվի քաղաքում ապահովել պատշաճ մասնակցություն, կա մեծ հավանականություն, որ նա կհաղթահարի 4%-ի շեմը եւ կանցնի հաջորդ խորհրդարան։ Նախքան կավարտենք ընտրությունների թեման, կուզեի ասել, որ Կիրակի Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի տոնակատարության ժամանակ, որին վարչապետը մասնակցեց իր քաղաքական թիմի եւ տիկնապահների խմբի հետ, մի տգեղ միջադեպ տեղի ունեցավ։ Մի երիտասարդ ցավոք փորձեց հարձակվել վարչապետի վրա։ Եկեք հստակ լինենք մի բանում. ոչ մի քաղաքական առաջնորդների կամ որևէ քաղաքացու նկատմամբ ֆիզիկական հարձակումը կամ նույնիսկ դրա սպառնալիքը ընդունելի չէ եւ պետք է դատապարտենք դա։ Բայց արդյոք սա ինձ զարմացնում է։ Դժբախտաբար ոչ։ Եթե Հայաստանում ունենք քաղաքական մշակույթ, որտեղ կան քաղաքական թշնամիներ, ոչ թե քաղաքական հակառակորդներ, նման ոչ պատշաճ վարքագիծը չպետք է զարմացնի։ Սա այն մթնոլորտն է, որն ստեղծել են մեր քաղաքական համակարգի բոլոր դերակատարները։ Սակայն իրականում վերջին 1.5 տարվա ընթացքում դրա հիմնական պատասխանատուն այս կառավարությունն է, որն ամեն ինչ անում է պատերազմամետ, ռուսամետ կամ հին ռեժիմի գործակալ պիտակավորելու համար յուրաքանչյուրին, ով ինչ որ կերպ ընդդիմանում է իշխանությանը։ Հիմա անցնենք ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի այցին Հայաստան։ Նա մեր երկիր էր եկել երկօրյա այցով։ ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող 270 միլիոն եվրո արժողությամբ դիմակայություն եւ աճ եւ Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրերի իրականացման ընթացքին ծանոթանալու համար։ Սրանք ֆինանսավորման երկու նոր համաձայնագրեր են։ Յուրաքանչյուրը 135 միլիոն եվրո արժողությամբ, որոնք ստորագրվել են նրա ներկայությամբ։ Երևան կատարած այցի ընթացքում Կոսը խոսել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, նախապատրաստվելու նպատակով Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի արագ արձագանքման խմբի տեղակայելու մասին։ Կոսը հերքեց մեղադրանքները, թե դրա տեղակայումը միջամտություն է ընտրություններին, նշելով, որ այդ մարմինը կիրառում է իր փորձագիտական գիտելիքները ժողովրդավարական երկրներին ապատեղեկատվությունից եւ կիբերհարձակումներից պաշտպանելու համար։ Անձնակատարի հետ հարցազրույցի մի պահ առավել տպավորվեց հիշողությանս մեջ։ Եկեք դիտենք։ The democratic and institutions that you will be able to have free and fair elections. The threat comes also from Azerbaijan and Turkey and not just Russia, right? You know, you are the one who is analyzing the fake news or disinformation. So there, you know, in the times of digitalization, the fake news are spreading around much faster than the truth. Հետաքրքիրն այն էր, որ նրան այդ կոնկրետ հարցը երկու անգամ տրվեց եւ նա երկու անգամ էլ հրաժարվեց պատասխանել։ Հետաքրքիր է, որ իշխող կուսակցության падգամավոր Լիլիթ Մինասյանը խորհրդարանում նույն հարցը բարձրացրեց, նշելով մեր երկիրը թիրախավորող ապատեղեկատվական արշավների մասին։ Դրանք ոչ միայն Ռուսաստանից են գալիս, այլև Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Ինչ կարող եք եզրակացնել այս ամենից։ Անկեղծ ասած, որևէ խնդիր չեմ տեսնում նրանում, որ Հայաստանը ԵՄ-ի կամ ժողովրդական երկրների հետ համագործակցի մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտության դեմ պայքարելու համար, քանզի այդ միջամտությունն իրական է եւ մենք դրա ազդեցությունը տեսնում ենք ամեն օր։ Բայց միևնույն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է արտաքին միջամտությանը, մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե արտաքին միջամտության որ տեսակն է ավելի վնասակար։ Ռուսաստանի կողմից Telegram-ում հրապարակած գրառումները, որոնք ստեր են տարածում քաղաքական գործիչների մասին, թե օտարերկրյա բռնապետերը, որոնք ըստ էության սպառնում են մեր ընտրողներին պատերազմով, եթե նրանք քվեարկեն ոչ թե իշխանության, այլ ուրիշ ուժի օգտին։ Հիմա անցնենք այս շաբաթվա վերջին եւ զվարճալի թեմային՝ Գագիկ Ծառուկյանի Նոյան տապանի կառուցմանը։ Հիսուսի արձանին զուգահեռ նրանք նոր Նոյան տապան են կառուցում արձանի հետևում գտնվող բլրի վրա։ Գաղափարը վերցված է ծննդոց գրքից։ Տապանի առաջին հարկում ըստ էության կլինեն յուրաքանչյուր կենդանատեսակից մեկ զույգ, իսկ երկրորդում բնակելի տարածքներ, գուցե հյուրանոցներ։ Երրորդ հարկը թռչունների համար է, իսկ չորրորդը խնջույքի սրահ կլինի։ Ինչ կարող եք ասել։ Այս նախագիծը հավանաբար կաշխատի եւ շատ զբոսաշրջիկներ եւ գումար կբերի երկիր։ Այնպես որ ես սրա հետ կապված խնդիր չեմ տեսնում։ Ես միայն մեկ հատուկ խնդրանք ունեմ պարոն Ծառուկյանին։ Քանի որ նա նախատեսում է տապանի առաջին հարկում տեղավորել յուրաքանչյուր ցամաքային տեսակի երկուական ներկայացուցիչ, հուսով եմ, որ այնտեղ նաեւ մշտապես ներկայացված կլինեն նաեւ մեր խորհրդարանի երկու падգամավոր, որոնք տարիների ընթացքում կփոխարինվեն ռոտացիոն սկզբունքով։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։
Եթե ընձրվիս հետքում եմ ես լրված մինչև սաղ սարդնեն ու չեմ համեմատի քեզ ոչ մի բանի հետ դու հասարակ ես ու ինձի դզելա հենց այդ սաղի աշկերը հանեմ սաղի աշկերը վրետ քո համար չի երիքի դաժե 5 հատ կուպլետ ուզում եմ գրկեմ ասում ես էլ շուտա սպասում եմ գանձե վրա գցեմ իմ կուրկը բայց ոնց որ սաղնի ինձ հագարակ դու է գիտես գժվում եմ պայտակ բայց մենը քո համար բայց մենը քո համար բայց մենը քո համար բայց մենը քո համար սիրում ես ձեր տանդեմի այն կամար մեկ է շոկ ճռարե ոտ ամառ հա հիմա ուզում ես դու գնաս բայց մի կերպ եմ ես բռնել քո դամար